Իլհամի այսօրվա խոսքերը իշխանությունը լայն տարածում է ասելով, որ պատրաստվում են գրոհ են Հայաստանը, այն խոսքերը, որ ամեն օր գրոհելու են Նիկոլ Փաշինյանին, մինչև Սամվել Կարապետյանը ազատ չարձակվի։ Ինչ կարող եք այս առումով ասել եւ նաեւ մասնագիտական առումով ինչ է նկատի ունեցել, այստեղ միայն իրավական տարերն է նկատի ունեցել, թե նաեւ նկատի ունեցել, չգիտեմ, քաղաքական գրոհը, այլ գրոհ։ Եթե պարոն Ամստերդամը լիներ մոջահեդ, կհասկանային գրոհել ինչ նկատի ունի, երևի թե հայերեն այսպես չակերտների մեջ ասածը չի ասել, ստացվելու է, որ այսինքն ինչ է անելու պարոն Ամստերդամը, իրավական ճանապարհով, այո, գրոհելու է, ինչ կա դրա մեջ։ Այդ պարագայում յուրաքանչյուրի իրենց խոսույթների մեջ, իրենց, այսպես ասեմ, քրեական օրենսգրքի հոդվածները չեն հերիքի, արդեն չեն հերիքում իհարկե, բայց ընդհանրապես չեն հերիքի։ Երկրորդը պարոն Ամստերդամը ըստ երևույթին գիտեք ինչ վիճակում է, իրենց չեմ ճանաչում, չեմ խոսել, որովհետեւ չասեն այսպես այնպես, բայց իմ կարծիքով լինելով ուժեղ իրավաբան, լավ իրավաբան, բազմաթիվ պրակտիկայում փորձեր ունենալու եւ չի տեսել այսպիսի բան եւ մարդու մոտ հասկանալու խնդիր է։ Նորմալ է, չէ՞, երբ որ մարդը 30-40 տարի զբաղվում է փաստաբանությամբ եւ այսպիսի աբսուրդ չի տեսել։ Դա այսինքն այսպիսի աբսուրդ չտենալով այդ մարդու մոտ արդեն, գիտեք, մեկ-մեկ ինձ մոտ էլ հարցազրույցների ժամանակ Փարքաստու բարապաշարը փոքր չէ, բայց իմ մոտ էլ է վերջանում եւ սկսում ես արդեն ինչ-որ փորձում ես կառավարել, բայց սկսում ես արդեն ոչ։ Մամուլը, այո, եթե ավարտեցիք, մամուլը գրում է, որ հեծի աշխատակիցներին չեն թողնում մասնակցել այս եւ նմանատիպ այլ հավաքներին, միջոցառումներին։ Դուք որպես հեծի նախկին տնօրեն նաեւ վստահաբար ինչ-որ կապեր եք պահպանում, կան ասեկոսներ, ձեզ հասնում են խոսակցություններ այդպիսի դեպքերի իրավացի լինելու մասին։ Քիչ առաջ այստեղ հեծի անվտանգությունից էլ մարդիկ են եկել են գույքագրեն, թե ովքեր են եկել։ Իհարկե, այսինքն ես զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Դուք հարցրեցիք ինչ եք եկել, պարոն Ղազարյան, թե տեղեկություն Չէ, կարող մի քիչ կոպիտ ելնեի, դրա համար չհարցրեցի։ Մեր նախկին աշխատակիցն է, որը եկել է այստեղ գույքագրի հասկանատենը ով է եկել, ով չի եկել։ Իսկ ինչ վերաբերում է ովքեր եկել են։ Գիտեք, այդպես տեսեք, իրենք մի քիչ խելոքացել են, ես մի անգամ ասեցի, իրենք խելոքացել են եւ ժամանակին, երբ որ մենք ինֆորմացիաները ստանում էինք, այսպես 5-6 հոգանոց ժողովներ լինում, ինֆորմացիան ստանում ենք։ Հիմա արդեն սովորել են, առանձին են ասում եւ սպառնում են, որ եթե սա դուրս եկավ, խնդիր կունենաք, բայց ախր չեն կարող։ Մեծ կոլեկտիվ է, ինձ մարդիկ տեսնում են, այսպես այսօր հոգեհանգստի գնացել հեծի աշխատակցի, շատ մարդ եկել էին, աչքերով են բարևում, չգիտեմ, մարդկանց աչքերի մեջ տեսնում ես այդ անարդարությունը, ես շատ նորմալ եմ վերաբերվում։ Այո, իրենք չեն ուզում։ Վախ մարդկանց մեծ սերմանեն, որ աշխատանքի Ընդհանրապես վախի մթնոլորտ այսօր երկրում, երևի թե բոլոր նախկին իշխանությունները չեմ կարծում ցանկացել են, բայց ամեն դեպքում չէին ցանկանա, չէին կարող այսպիսի վախի մթնոլորտ անել։ Ազատություն, 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 Վերջին ասուլիսում դուք հարցադրումներ էիք որոշակի հնչեցրել եւ խոսելով հատկապես Սարիկ Մինասյանի հայտարարությունների մասին, շատ ծանր էր տարել եւ ասել էիք ստի, ինչպես գիտեք, Facebook-ում ավելի շատ այսպես տղայական ռազմորկայի նման ձեզնից հաշիվներ էր պահանջում, մասնավորապես ասես գրել է դրան, ասեք, որ հեծի ներկայիս վիճակի բացահայտումներից հետո պատասխան ունի տալու Տաշիրի սեփականատերերին, վերջինների սեփականության հանդեպ այդքան չակերտավոր սրտացավ լինելու համար, պատասխան ուզողը դու չես, դու պատասխան տվողն ես, պատասխաններ եք տալու դուք։ Մի քիչ ոնց ասեմ, այն ժամանակ այդպես պրովոկացիոն հարց հնչեց, անդրադարձա, բայց ես իրեն անդրադառնալը իմ հեղինակությունից ցածր եմ համարում։ Ուղղակի նորից, գիտեք ինչ, այսպես ընդհանուր ասեմ, լավ, տղամարդը երբ որ բերանից խոսք է հանում, պետք է կատարի կամ ներողություն, ապացուցի կամ ներողություն։ Ասել է, որ այնտեղ կան մարդիկ, ովքեր անվճար հոսանքից օգտվել են, այսպես ասած լավ տղաները։ Թող հրապարակի, եթե ոչ տղամարդու համար էլ է, ընդհանրապես մարդու համար սխալվելն է նորմալ։ Կարող է մարդը ասել, գիտեք ինչ, կներեք ինֆորմացիա սխալ էր։ Տղայական, որ ինչ է լինի, տղայական ճանապարհով ես մի բան պատասխանեմ, տանեն նստացնեն, ինքն էլ ուրախանա։ Այսինքն իրանց ձևով ցուցակը կհրապարակի։ Ուրա։
Ես իմ ասել էր կհրապարակի։ Դե հրապարակի, մենք էլ ուղարկենք մարդկանց, տեստենք, եղել է այդպեսի, որովհետև այդ ցուցակ հրապարակելն է շատ։ Հիմա Ռոմանոսն էլ չի ուզում անտայ։ Ինքն էլ է շատ այսպես բաներ հրապարակում։ Զինվորական մասի վրա 8500 կիլովատ հավելակում եղբայր, եթե դու օբյեկտիվ ազնիվ լինես, մի հատ կանչի այդ աշխատակիցներին ասի, այս վերջի 6 ամսվա մեջ ինչ են գտել։ Նույն անվտանգությունը, իմ կողմից ղեկավարած տնօրենությունը, ինչքան մարդ են ազատել։ Լավ, մեր ձևով, այսպես ասած, պայքարը շարունակում են ու պրիտոմ շատ փնթի ասեմ դե, շատ փնթի։ 8000 կիլովատ էին հայտնաբերել, 8000, քանից էր պարոն Ղազինյան։ Դրանից ավել էլ չեն հայտնաբերել ու ձեր ժամանակ դուք գրել եք ավելի շատ եք։ Բայջան, ինքը գիտեք ոնց 2000 տեսուչ ամեն ամիս թիվ են գրում։ Մեր հաշվարկային այսպես նոր ներդրած համակարգը ավտոմատ քաշում է, բայց երբ որ ինտերնետային խնդիրներ են լինում, դες չէ միևնույն է գնում 0 գրում է։ Այսինքն դու պայքարում ես 2000 անձի դեմ գումարած ազգաբնակությունը, ովքեր ու ենթադրյալ կարող են գողություն անել։ Անընդհատ այդ երևույթը լինելու է, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մի տեսուչ չի փորձելու ավտոմատ քաշում է, բայց երբ որ ինտերնետային խնդիրներ են լինում, դες չէ միևնույն է գնում 0 գրում է։ Այսինքն դու պայքարում ես 2000 անձի դեմ գումարած ազգաբնակությունը, ովքեր ու ենթադրյալ կարող են գողություն անել։ Անընդհատ այդ երևույթը լինելու է, ոչ մեկ չի կարող երաշխավորել, որ մի տեսուչ չի փորձելու Լուսանկարները, որոնք հրապարակել էին, գրասենյակները անմխիթար վիճակով, Ես որպես վերջին հետ գլխավոր տնօրեն ներողություն եմ խնդրում, ինչպես ասեցի, ներողություն խնդրելն էլ տղամարդու համար է, որ ունեցել ենք այդպիսի վիճակ։ Այո, դա մեր բաց թողումն է։ Մենք գիտեք մոտարանելով Չէ, եթե իրենք ասեին, գիտեք ինչ կա, այս 10 տեղը 20 տեղը փոխվել է, չգիտեմ, կամ 100 տեղը փոխվել է, այս մեկը չէին փոխվել, մենք ասենք այո, չենք հասցրել, բայց վերել ներկայացնել, որ ոչ մի բան չի արվել։ Իսկ կարող է դուք էլ գնաք, օրինակ ձեր փոխանցները նկարեք ցույց տաք, որ մարդիկ տեսնեն, որ նաև փոխել է, օրինակ մեր մարզում փոխել է մեր համայնքում։ Ճիշտն ասած, ոչ միայն, ախր մենակ հենասյուների խնդիրը չէ, մենք բազմաթիվ ենթակայաններ ենք բան արել, վերակառուցել, վերանորոգել, շատ։